հիշողության բազմաթիվ տեսությունների արկայությունն անգամ մինչև դեռ չի հստակեցրել, թե ինչպես է կատարվում ինֆորմացիայի յուրացումն ու մտապահումը։ Հիշողության դասակարգման տարբեր միջոցներ կան, առանձնացնում են ժառանգական և անհատական հիշողությունը։ Բժշկական պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ մաղար եզրին հայտնված մարդիկ պատմել են, որ տեսել են իրենց ապրած կյանքն ամբողջովին։ Օրինակ, տարեց մի իսպանացի շատ բարձր ջերմության ժամանակ անսպասելի խոսել է հազարդիկ մի բառերով, որն իմանալ չէր կարող։ Պատմություն ունենալու համար պարտական է հիշողությանը, ու թեև ամեն մի մարդու հիշողության կենսաբանական մեխանիզմները նույնն են, ինչ մնացած ողնաշարավորներին, արհեստական հիշողությունը ազատագրում է մեր ուղեղն ու նշանակալի չափով որոշում, թե ինչ է մեզ անհրաժեշտ և ինչ կարող ենք մենք մտապահել։ Ընդմիջում Չեք կարծում, որ գիտաժողովները շատ միօրինակ են դարձել իրենց կանխատեսելիությամբ։ Դե ինչու, բացառություններ լինում են։ Օրինակ նախավերջին զեկուցողի թեման շատ անսպասելի էր։ Իրոք, երևի որ շատ ինչ չեմ եղել։ Ժան տանել չի կարողանում, երբ հիշողության ուսումնասիրումը դիտարկում են որպես քաղաքականության բաղադրիչ։ Իսկ ես չեմ ընթացնում, ի վերջո մասնագիտությունը կրելիս կան գիտության վրա, որ հեռուն է քաղաքականությունից։ Գիտությունը քաղաքականություն է, բայց առանց քաղաքական գործիչների։ Միայն թե իմանայի դա լավ է, թե սարսափելի աղ է։ Ում եք փնտրում։ Կոլեգայիս այսօր է ժամաներում, թեև միտք չուներ գալու։ Դուք բողոքում եք միօրինակությունից։ Համոզված է, նա ձեզ կհետաքրքրի։ Առնվազն անկախատեսելի արարքների վարպետ է։ Ես հիմա, ներեցեք։ Ծանոթացեք, կոլեգաս է, միասին ենք աշխատում նույն թեմայի վրա։ Անդրեաս է։ Ուրախ եմ, Մարինես չեմ։ Ժամպեր, նախկինում չենք հանդիպել գիտաժողովներից մեկում։ Ոչ, առաջին անգամ եմ մասնակցում։ Ես լավ տեսաբան եմ, բայց ոչ փայլուն վիրաբույժ։ Իսկ Անդրեն ոսկե ձեռքեր ունի, ունիկալ վիրահատություններ անում։ Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կարողացա նրան համոզել, որ իմ տեսական վարկածները ճշգրտի իր նշտարի օգնությամբ։ Կարելի ասել, որ նրան գայթակղեցին և կլինիկական հիվանդանոցից բերեցի գիտության դաշտ։ Նեյրովիրաբույժներն այդքան թեժն են գայթակղվում։ Միայն երկուզում են գայթակղվել։ Եվ ինչն է դառնում որոշիչի նման դեպքերում։ Նպատակը մի բան է մարդու առողջությունը վերականգնելը և լրիվ ուրիշ բան է վերականգնել մարդու հիշողությունը։ Ինչպես կարող է մոռանալ այդ հանգամանքը։ Չէ՞ որ այստեղ բոլորը կենտրոնացած են հիշողության վրա։ Ամեն ինչ հանում հիշողության։ Դրանք ձեզ լավ հասկանան։ Այս բանին չի ուզում նրանց հասկանալը, ես ուզում եմ իմանալ, ինչու դուք չեք ժպտում, միթե այդքան ծանծրալի են, թե… Հարցության առաջարկ է։ Իսկ ուրիշ ինչ կարող է լինել։ Իրոք որ, ուշադրություն, ժպտում եմ։ Ժպիտը ձեզ ավելի ես ասում։ Պաշտոնական ճաշկերույթի ժամանակ չգնաք պիտեր բախանալու, քաղաքը լավ է, բավական ողտրի կամպյոններ կար։ Ինչու ոչ, կարելի է։ Տարիներ առաջ այստեղ եղել, մոտ 2 շաբաթ, ու կարող եմ ասել, որ հետաքրքիր քաղաք է։ Իսկ ինչ է նշանակում հետաքրքիր քաղաք։ Ինչն է այդ հետաքրքիրը։ Շենքերը, մարդիկ, բնությունը։ Կասեմ, բայց շատ դուր չեք ասած։ Այս քաղաքը հիշողություն ունի։ Իմ քաղաքը մայրաքաղաքներից հեռու փոքրիկ բնակավայր է։ Իսկ սա ասում է ժամանակի խաչքերուկ է եղել պետությունների ու ժողովուրդների համար։ Եկեք հյուրասիրվենք։ Օ, արևելյան քաղցրավենիք, այս ամի ուրիշ բան է, ինձ մնացողներ կան։ Դուք անուղելի քաղցրակներ եք։ Իսկ ես հաճույքով։ Շնորհակալ եմ, քաղցր չեմ սիրում։ Ցավոք, անքաղցրավենիք գոյություն չունի։ Ինձ հետաքրքրեց ձեր ասածը։ Հատկապես որ մեկը։ Քաղաքի հիշողության մասին։ Քաղաքը ոչ մի կապ չունի ասացուցել։ Պատճառն ավելի քան պրոզայիկ է։ Այդ 2 շաբաթը ես մենակ չէի։ Միայն դա։ Իսկ ավելինում է հարկավոր։ Մնացածը կլինի հերթական մասնագիտական խոսակցություն, որտեղ կգերեշխի հիշողություն բառը։ Գեղեցիկ տեսարան։ Այս տեսարանը այնքան
ծանոթ թվաց։ Այստեղ եղել եմ մոտ 4 տարի առաջ։ Մորակրիվս եմ մահացել։ Ասես առաջին անգամ էր գեզից մնացել։ Առաջին անգամ էի տեսնում մեր տարեկան դամբարը։ 1678 թվականից մինչև 21-րդ վերջինը մորակրիվս եմ։ Առայժմ Տիկունքից գացի ասես շարվել եմ ուներ, առաջինից վերջին, ու եթե շրջուվեիք տեսնեի նրանց, իսկապես որ սենտիմենտալ եմ։ Ձեր պատմածով տեստացի, որ ընտանիքից պատմությունը 50 տարեկան։ Իսկ դրանից առաջ Նախորդում եմ չխոսել եմ։ ներեցեք։ Ինձ դուր հրաշարվեցիք շատ համեղ էր, մի փոքր ծանր, մեղր, յուղը, բույս, բայց երբեմն կարող ես քեզ թույլ տալ։ Նախընտրում եմ կրվածանը, թեթև, պարզ։ Իսկ հատակա։ Ինչ? Ինչ ամ ունի։ Լավ, ուշադրություն մի դարձրեք։ Ինչ որտեղ լսել եմ, կարևոր չէ, մոռացեք։ Երեկոյան հյուրասքով մեկնում ենք մայրաքաղաք։ Գիտաժողովը կշարունակվի այնտեղ, այսպես ասած, լաբորատոր պայմաններում։ Ուրեմն հազիվ հասնենք իրերը վերցնել հյուրընոցից։ Գիտաժողովի երկրորդ նիստը սկսվում է։ Գնանք, չուշանանք գիտաժողովից։ Ծանոթ ես տեսել, Գիտեք ով է։ բայց այստեղ մարդ չկա, ում մասին եք խոսում։ Լավ, դուք գնացեք, ես քիչ հետ։ Շնորհակալություն։ Ինչ։ Ժապավենը սատակից բարձրացրեցիք, ուրեմն պետք է ասել շնորհակալություն։ Ես էլ ասացի շնորհակալություն։ Խնդրեմ։ Ինչ կօգնես։ Ես։ Ինչով կարող եմ ես ձեզ օգնել։ Մեր տուն գույցես։ Ձեր տուն։ Ինչու զարմացած բոլոր մարդիկ տուն ունեն։ Ես էլ իմ տուն ունեմ։ Ինչպես հայտնվեցի այստեղ։ Ինչ մի դժվար բան կա, տնից դուրս եկա, այգու միջով անցա ու հայտնվեցի այստեղ։ Ուրեմն ձեր տունը հեռու չէ։ Ոչ, իհարկե մոտիկ է, եթե հեռու լիներ, մայրիկը թույլ չէր տա, որ տանից դուրս գամ։ Հասկանում ես, ես հիմա պիտի դահլիճում ես տասնեի։ Չես կարող նույն ճանապարհով տուն վերադառնալ։ Այդքան մեծ ես, ու չես հասկանում, որ երեխային մենակ փողոցը թողնել չի կարելի։ Իսկ ինձ կասես, թե ինչպես է այդ երեխան միայնակ այստեղ հայտնվել։ Պարզ է, դու էլ ես սիրում հրադարձան։ Շատ եմ սիրում։ Այսքան խոսելու փոխարեն որովհետև հիմա արդեն դահլիճում նստած կլինեի։ Բայց ես վաղուց եմ հաստատել, որ մեծերը երբեք չեն լսում փոքրերին։ Իսկ ես լսում եմ, գնացեք։ Ինչպես ասացի, այգու միջով Իսկ հետո կանցնենք փողոցը։ Կանչեցեք դերդերը, ողնեցեք լատերը, հանեցեք արդար լատերը, հանեցեք մեղավ։
Շանում ասացի քույրը հեռվից հետևել։ Ինչի համար։ Ինչպես թե ինչի։ Փողոցը լուծում է։ Անծանոթ մարդիկ։ Հանկարծ ու վնասում։ Ինչպես կարող են փողոցը լուծը անծանոթ մարդիկ վնաս տալ։ Իրոք որ։ Այդպես էլ չվարժվեցին։ Չես էլ վարժել։ Զաքուկը դրսում, դու ներսում քեզ պատեպատ կտես։ Ինչ էլ որ եղած լինի այդ։ Բա որ չկա, Բա որ գա, էլի սկսեցի, Դեռ չեմ սկսել։ չես էլ սկսի, թե չէ, Ման, ասա։ ինչ ասի, Ման դու չես տեսնում, բայց հենց հիմա ինձ այնպես նայ։ վերջ տվեք։ Գոնե հիմա։ իրականում դեմ չեմ, պարզապես գիտեմ, որ ոչինչ էլ չի ստացվի, եթե անգամ գա, Իսկ ես գիտեմ, որ ամեն ինչ կստացվի։ Բան չմնաց, մի քիչ էլ համբերեք։ Չեն ուզում ցույց տալ որ։ Նրա համար ես ապշտվում։ Մեծ մայրիկը մեր տան թարգմանիչն է, որ լեզվից, իրար հասկանալու լեզվից։ վարի ձեզ, ասած լսեցի, Իսկ ինչ ես կարծում։ արդին արդյոք չեն պատասխանում, բարի երեկո, Բարով տեսանք տվաս։ երեցեք անկոչ հայտնվելուս համար, բայց Որից մեծ փոքրիկ չերաջիջին փախել է։ Ու հերթական բարի անծանոթը նրան տուն է վերել, այդպես չէ։ ուրեմն սա առաջի դեպքը չէ, Դե ինչ անեմ, որտեղ ինձ չեմ սիրում։ մնում է անպատի, Անպատիժ չի մնում, բայց շուտ եմ մոռանում։ Մեզ հետ կերպ ունենք։ շնորհակալ եմ, բայց չեմ կարող, Մի մերժեք։ Շատ եմ խնդրում։ անչափ շոյված եմ, բայց հավատացել չեմ կարող, ինձ սպասում, Մի բաժակ թեյ խմելը 10 րոպեվա պատմություն է, ոչ ապել։ հասկանում եմ, որ այդպես է, բայց հիմա պիտի դահլիճում նստած, Եթե մերժեք, երբեք չեք իմանա, թե ինչ գաթա է թվում մայրս։ գաթա, ինչ է դա չի է, ափսոս, բայց քաղցի սիրահար չեմ, Այդպես էլ գիտեի։ ինչ, Չէ, հենց այնպես, ուշադրություն մի տաց։ Եղածը մի բաժակ թեյ է։ Ինչ եք վրատվել, ուր կարող է գնալ։ Ես ամուր կուզնել եմ վրատվել։ զոր է պաստարկել, Այս տնից դեռ ոչ ոք առանց հյուրասիրության դուրս չի եկել։ Սա ամենազոր է փաստարկում։ Նստեք։ այս ինչ պատնեց, Ահա թե ինչ է լինում, երբ սպասումին քնելու փոխարեն ֆրանսիական ռոմաններ է կարդում։ Հայրիկը տանել չի կարողանում ֆրանսիական ռոմաները, բայց բարի եթե մի քիչ մեծացա, ես էլ եմ կարդալու։ Որտեղ հանդիպեցիք մեր չարաճտի այդ։ ճիշտն ասած, չասացել, թե ինչպես է հասել համարսան, ու բարձացել դա, ինքն ասած որակու միջով է եկել, բայց մեր ճանապարհին այլ ինչ կա, Ինչպես պիտի այդի լիներ։ Այդ ճամփան վաղուց հոտով է ծածկվել։ Անցնող դարձող չկա։ այսինքն, Մեր գյուղի այգու հետ չփոխեցի, ու շատ լություն մի դարձ։ Ինչ է։ Նա ոչինչ չի կարում, այդ դուք նրանց եք հասկանում։ Էլի մեջ ընկավ, ծեծող չկա, դրա համար էլ երես է առել։ Քեզ որ ծեծել էին օգուտն ինչ։ Գոնե ավել կակաշ դուրս չեմ տվել, ոչ էլ դրսից եմ բռնել տուն բերել։ Հա, ինքդ ես տուն եկել, ծեծված, ջարդած կապտուկներով։ Մայրիկն ասում է, եղբայրը դեպքուրիկիցը կարնակ վերցրում, պատկերացնում ես, ինչ կլինի վիճակը, բոլս է մայրիկին, Իսկ դու ցել ես։ խոսող ծուկ է, Բայց 30 վայրկյանով։ Այդքան շատ։ Իսկ հիմա թե են խմում։ Լու, հատկապես չխոսող դուկը։ Որտեղ եք գրացել։ առաջին անգամ եմ ձեր տավարում, Առաջին անգամ որտեղից եք։ հերդից, շատ հերդից, Ծնողները կան։ այո, բաժանված եմ, բայց լավ բարեկամ եմ, Ինչպես թե բաժանված։ դες սովորական, սկզբում ապրում եմ միասին, հետո մի հատի տակ,
Հետո իրարից դեպ, այս դեպքում շատն է, մայրս վերադարձավ այն։ Ձեր կեսնան միացի է։ Այդպես է ստավ։ Իսկ ես կեսնան։ Իչ առաջ հիմա մի հարցի պատասխանել Չգիտեք, դե ինչ, այդպես էլ է պատահում։ Այո, պատահում է, և ավելի հաճախ հարգարել է պատահել։ Ամեն թե է, անսովոր բույն է։ Չորացած ծնցել։ Ուր, չեմ լսել։ Ամաները գնում ենք գյուղ։ Հոգի կամարանոց ունենք այնտեղ։ Գյուղի կողքին էլ ստար կա։ Աղջիկներով բարձրանում ենք ծառ ու քաղաքում։ Ուց, նանա։ Ահա, տեսեք։ Ձեր նուրբ մատները չեք խնայեք։ Փոխարենը մի շաբաթ նրանցովը մնում է մատներից վրա։ Իսկ ինչու չես ասում, որ այդ խոտերը հավաքելուց հետո մի շաբաթ մեջքը ծրված ես մանգալից։ Էլի, մամասա։ Սկսվեց։ Ով եք, այսինքն մասնագիտությամբ ով եք։ Բժիշկ, Իսկապես, չէի ասի, որ հասել դուք մասնագիտություն է։ Իսկ դուք, ես էլ նկատիվում եմ մասնագիտություն։ Ապագա բժիշկ եմ։ Ես ոսկել բուժիշկ, ինձ դա դուր է գալիս։ ուշադրություն մի գրացնի։ Մեր չարաճիճի այցիկին հասկանալը դեռ դժվար է։ Ինձ հասկանալը արդեն դժվար է։ Դե ինչ ասես այս չարաճիճի այցիկին։ Ինչ էլ ասես քիչ։ Նա մեր տան լույսն է, միակ լույսը։ Նա մեր հույսն է, նա մեր բոլորի միակ հույսն է։ Շնորհակալություն։ Նորից այդ ֆրանսիական ռոմանները։ Քուրիկս էլ է ֆրանսիական ռոման է կարդում, ու մեջը միշտ նամակ է ինում, ասեմ ով են յանդրում, Բայց ինչ խողոր բզիկն ես։ Այս ինչ պատահ է։ ամաչեց, Ամաչեց։ Այո, ամաչվեց։ Ինչպես է։ Սովորական, բոլորս էլ գիտեն։ Դե տղան էլ մեր հարևանն է։ Բայց քանի դեռ նշանը չեն գրել, ամաչվում։ Սիրուց ամաչում է։ Սիրուց չէ։ Զգացմունքը ցույց տալու սրանք։ Չէի պատկերացնի։ Մարդիկ որքան տարբեր։ Տարբեր։ Տարբերությունը իմանալու համար նախնի քեզ պիտի իմանաս։ Ես ինձ լավ, Համոզված ես։ ես 36 տարեկան։ Դե, եթե ապրած տարիների թվով պիտի արդարանաս, Իսկ ես գիտեմ, թե ինչն է ձեր ինձ թեկնանքի պատճառը։ իսկապես, Երբ ձեր հարցին որտեղից եմ պատասխանեցի չգիտեմ։ Այդպես այդպես։ իհարկե այդպես։ Այդ դա իսկ այդպես է, որովհետև երբ ես պապից որ պատնան կազմակերպի Տարան Ամերիկա, նա ոչ ինչ և ոչ ինչ։ Գիտեմ, քիչ առաջ էր խոսում էի գոլեգայից հետ, ասացի, որ ընտանիքիս պատմությունը 50 տարեկան։ Ինչպես թե, դու արտում չեք ուզնել մի օրվա մեջ, դա անհնար է։ Որովհետև չեմ ուզում ետ նայել։ Իշել պատմել կամ կաշվիցից դուրս գալ, ապացուցելու համար, որ այդ ամենը եղել է, և իմ հիվանդների երևակայության արդյունքը։ Իսկ ով եք ես դու։ Մի նայի, մի հիշի, ոչ են տատի, բայց դու այդպես էլ անում ես, որ ես հասկացա։ Անցանք դուի, Ներեցեք, չեմ ներել, և ես էլ եմ անցնում դուի, թույլ կտաս շարունակել, անհամբեր սպասում։ շնորհակալություն։ Մեզ պապս անգլերեն չգիտեր, տանը իր երկու լեզվով էր խոսում։ Հայրս ազատ խոսում էր անգլերենով, և մի քանի բառ նախադասություն էր իր լեզվից, որոնք էլ ինձ չփոխանցեց։ Հիմա մտածում եմ, ցույց է պատճառը անում հիմա ինձ, ու ես ոչինչ չգիտեմ։ Ինչ բժիշկ ես տղաս։ 2 տարի առաջ դասի մաֆիայի միտքն է դուրս։ Հիմա փորձում եմ վիրահատել մաֆիային հիշողությունը։ Իսկ դա հնարավոր է։ Խոսքը սովորական հիշողության մասին չէ։ Գիտեք, որ ներվել մեր ընտանիքի փորձություն է։ Երբ մեզ ուղեկցում եկը փորձել է պատմել կամավորում։ Մեզ պապս, հայրս, հետո ես։ Մեկս մյուսներ փոխանցել այդ անիմաստ ցանկությունը։ Ողջիտ ապրողին, հարազատ լինի թե պատահական մեկը, պապելու դեմ ապրեն անեցյալ սովորական հայացքներ։ Իսկ ավելի հաճախ տեսնել թե ինչպես են թոթողում ու սերնում, և իրենց մուտքով հաստատ։ Ինչն է կարելի է, այսօր գվաղթում։ Դժվար է։ Ավելի դժվար է։ Կարծվում է, անցյալի մասին պատմելը դժվար է։ Չգիտեմ ինչու մեր մեջ անցավ այս լարվածությունը, բայց հիմա պիտի խնդրեմ, որ խոսող զգաս պետ, 2 տարի առաջ։ Գնացով մեկնում եմ Նյու Յորք։ Ուղեկիցս բարեհաճ, իսկ տարեկից մեկնում։ Ինքս էլ չիմանալով ինչու, խոսակցություն բացվեց ընտանեկան համալիրների մասին։ Էլ ինչ-որ բաներ
Եվ ինձ բրեցի այդ մարդ և պատում եմ մեծ պապս պատում։ Սկզբում լսում է հետաքրքիր։ Իսկ հետո հայացի սրվեց, լարվեց ամբողջ մարմինը ու հանկարծ ասեց թքեց երեսիս։ Սուտ է, այդպիսի բան չի եղել։ Ինչպես թե, կարկամեցի ես, ընտանիքիս պատմությունը և ես կենդանի վկայությունն ենք։ Իսկ ես ասում եմ, որ սուտ է, հենունակ, այդպիսի բան չի եղել, թույլ տա հորինել ձեր պատմությունը մեր վրա բարդելու համար։ Հետաքրքիր է, չէ՞։ Հսկայական գիտացում են երկուսը պիտի իրար հանդիպեին։ Ինչ իմանամ, ուսը նրա մեծ պապն է ներխուժել մեկում, և միայն պապս է ոչ մնացել, այսպես ասած էր աշխում, որպեսզի տարիներ այդ մեկի ծորը, նստի մյուսի ծորի դիմաց և լսի թե ինչպես են դեպքում նրա հետ ապատած։ Այդ օրվանից էլ երդվեցի, էլ երկը չպատմելի պատմություն, իմ պատմությունը իմն է, և ոչ որ երկչինից, գոնե ինձ։ Մի անգամից և գլխից պրծար, և գլխացավից։ Ինձունից հանել չես կարող, և գիտես ինչու, որովհետև պատմությունս դեպքիս է։ Փորձիր ավարտին հասցրել։ Այդ դեպքից մի քանի օր անց ընդունեցի ինձ առաջին։ Թողեցի պրակտիկ վիրավորությունս և գործի անցան էլաբարացները։ Նա կարծում է, որ գտել է հրաշալի եթական, ով լուր կատարում է նրա հրավերին։ Իսկ ես գիտեմ, որ մի օր կկարողանամ ոչ միայն այս հնացքի ուղղել, այլ նրա ամբողջ ասուտակի քնացի շողությունը վերականգնել։ Հեշտ գործ չէ գիտեմ, որովհետև նրանք կարողացել են մոռացնել նա, չեն հիշում, որովհետև ջնջել են իմ ընտանիքի հետ կապանքը։ Դու ուզում ես նրանց վերադարձնել այն, ինչից նրանք հրաժարվել են գիտակցված, ազգովի։ Դժվար է։ Հատկապես երբ ինքդ ունես քո հիշողության այդ խնդիրներ։ Ինչ ասացիր, ճիշտ լսել, չեմ կարող վիրավորել զյուրացել սելամը, ուրիշներ քեզ հետ ուրիշ ձև կխոսեն։ Ու 36 տարեկան հասուն այրը, արյունովի կամիլ 22 տարեկան ջայլի մռութը։ Չապդ գործիչ։ Նրա փոխարեն ես եմ։ Չհամարձակվես, լսում ես, ուրեմն եթե կա մեկը, ումից դու կարող ես ներողություն խնդրել, ինքն է։ Չեմ հասկանում ինչպես հայտնվեցի այստեղ, ինչ եմ խոսում, ինչու եմ խոսում։ Ես ուզում եմ ապրել, ուրիշների պես, առանց անցալի բերի, առանց ցավագար հուշերի, բայց իմ արյունը բարակված է, անցալի մտավանքի, որի թիկություն չկա։ Իրականում մեծ պապս ուշա։ Ամուսնացել է մի աղջկա, ով իր երկից է։ Իր երկից էսերն է իմացել։ Նա էլ մեն մենակ, կորցրել էր բոլոր հարազատների և միայն էր հասել ամուր։ Այդ երկուս միարկին, ովքեր կարողացան շարունակություն դառնել իրար մեջ և ծովներից փոխանցել ոչ միայն հիշողությունը, նաև ատելություն, թե չէ ինչպես հիշես և կարողանաս չատնենք ոդանիք։ Ես ուրիշներին փորձում եմ վերադարձնել իմ հիշողությունը, բայց երբեմն այնքան եմ ուզում ոչնչացնել իմը։ Դու հիշողությունից չես խաղաց։ Դու սարսափում ես ատելությունից։ Դրան ոնց էին ասում փոքրագություն։ Ինչ ասացիր, ով ծածել ձերքիցս հեր չեր բրծնի։ Բայց բախտը բերեց։ Սխալվում ես, լսում ես, իմ բախտը երբեք էլ չի բերել։ Անգամ երբ փոքր ժամանակ պահմտոցի էինք խաղում, առաջինի ինձ էին գտնում։ Որովհետև թաքնվել չգիտես, իսկ ինձ միշտ չեն գտնում։ Ասեմ ինչու, որովհետև տան բոլոր ծածկերը գիտեմ։ Այստեղ անտակ խորքի տակ, նկում է դռնակապ, այնտեղ է բախտում և թողնում է գտներ ինձ։ Հայրս պատմել է։ Եվ մեր տուն են ներխուժել։ Մեծ մայրս, որ այդ ժամանակ 10 տարեկան է, հասել են թաքցնել գույն։ Մեկուղը մեծ զենյակ ունում է, գորգով ծածկվեց։ Տունն այնքան հարուստ է եղել, այնքան թալաներ ու բան է եղել, որ գորգին անգամ աչք չէին դարձրել։ Թե չէ որ գորգի քաշեին, կտեսնեին դրան։ Ինչպես մեծ տատին, ծնողների, եղբորը և քրոջը։ Ինչ ես ասում, չեմ հասկանում։ Պետք է չէ որ հասկանաս։ Այս պատմությունը քո փոքրիկ ականջների համար չէ։ Ես սիրում եմ մարդուն։ Իմ մեջ չկա ատելություն մարդու ուժակում։ Ես չեմ ուզում ունենալ չկամի ու դեմ ատեմ չեմ հանչել։ Նրանից հարված չեմ ստացել։ Բայց իմ արյունը բարակված է անցել իմ ուսավանից, որից բուժություն չկա։ Իսկ այդ հանդիպումը գնացքում բաց է աշխարհը, կամ փակեց։ Ես առաջին անգամ կարողացա տեսնել ինքս։ Տեսա ու հասկացա,
որ բնույթով, գենով սիրում եմ մարդը։ Իսկ հիշողության ատում իհարկե կարող եմ արդարել, որ ատում եմ կոնկրետ տեսակ, ցեղ, այսինքն թուրքի։ Քանի որ դրանք մարդ չեն, այլ երկրոտանի գազան, որովհետև գայլից ու արջից չեն վախեն, մթից ու խավարից չեն վախեն, անծանոթ կեղծանից չեն վախեն, երկրոտանի գազանից են վախեն, որ ճիրանները քեզ չհասցնեն։ Ես վագոնից վագոն եմ ասում, այդ անծանոթից որքան հնարավոր է հեռու գտնվելու համար, բայց ինչքան հեռանում է, այդքան թիկունքը սարվում է։ Նրա կտոցած աշերի միջից թավ ուղատելությունից։ Ու ես գիտենք, որ իմ աշերից թավ ուղատելությունը նույն է, ու նույնիսկ ավել է, բայց չէ որ մենք իրար ոչինչ չենք արել, մենք կարող ենք ընդհանրապես չհանդիպել։ Ոչ մեր չիմիզի այս մասը, արկը գնոչ չիմ պատում։ Ջուր խմեք։ Շնորհակալ։ Իսկ կինը, նա է անում։ Ինչ, չէ ամերիկում ես։ Երեխաների հետ։ Այո, երկուս։ Շուտով երկրորդն ես ասում։ Այդ անունը ինչ է։ Դե մի ամերիկյան անուն դրած կլինեն, էլի։ Չես պատվիրացնում, ինչ հաճիկով պետք է ուսահացած, մեր պապիս անուն։ Ուրեմն Փոթղայանն Արամ է։ Ինչ ասացիր, որտեղից իմացար։ Ոչ մի տեղից, հենց այդպես, ուշադրություն մի դարձրու։ Ոնց հասյանում եմ, դերենդայնքում շատ են սիրում ասել, ուշադրություն մի դարձրու։ Չենք սիրում։ Այս երեկո ստիպված ենք, չես հասկանում։ Իսկ երկրորդը, այդ ոնց է։ Ոչ միայն ուզում եք, այլ գիտեմ, որ աղջիկ եք։ Իսկ աղջիկա տանում։ Դեռ չեք ներ։ Դե մի ամերիկյան անուն կդնեն, էլի։ Չեմ ասնում, ինչու ես ամեն փոխչից ծերոք, ինչ է պատճառ։ Պատճառը, իսկապես ուզում ես իմանալ, Այլապես չի ասում։ դու մոլորվել ես հիշողության և ապելության միջև։ Թեկուզ այդպես, ինչու է դա քեզ ջղայնացնում։ Չի ջղայնա, ցավ է պատճառ։ Հա, զարմացար ցավ է պատճառ։ Սիրտս ցավում է, մարդ որքան կարող է սիրել, նույնքան պետք է կարողանա ատել, որ սիրուց պետք է վախել, ոչ ատելությունից, որովհետև ատելությունս թափ է վախում, ոչ միայն միտքը, այլ աչքը, բայց պետք է իմանաս, ով ինչ է արջանում, գնացում հանրվածած մեկը, քո կարեկցանքի է, ոչ ատելություն։ Պետք է ատես նրա մեծ պապին, ով գուցե եղել է քո գերդաստանի դահիճը, բայց նրա ծողին պիտի խղճի, նա պիտի զգա որ դու, որովհետև քո այրան մեջ կա զորքի հիշողությունը, իսկ նրա է լախճի ամուր, այսօրվա քո կարեկցանքը հիշում, որ չմոռանաս հանցքի հետ ապելության, միայն այդպես են կարող ես մտել, որ քո պատմությունը լսեն և հասկանան, ասել է հեշտ, ասելուց հետո ամենը դժվար չէ։ Ինչ է պատահել։ Պատահեց, անցավ։ Հաշտվեցիք։ Ուղղակի իրար հասել։ Դե ուրեմն, մի բաժակ խմելու ժամանակ է։ Խմենք հայի տեսակիտ ենք։ Եկեք մեր հյուրին վերացնեին բարդ։
միակ չթողնես։ Այս մեծ ու անգութ աշխարհում անտեր չթողնես։ Խեղճ որդուս, անբախտ ձակս, Եվը գործրած մենակ կողքս, երբ գիշերն իջնի, գողտուց կգամ գորգը ետ կքաշեմ, ես դուրս կհանեմ գպուղից, գալից ու արջից չեմ վախենա, մթից ու խավարից չեմ վախենա, անծանոթ կածանից ու խորը անդունդից չեմ վախենա, երբ կոտանի գազանից կվախենա, որ թաթը քեզ չհասցնի։ Նոր հեքիաթ ես պատմում։ Հա, նոր, շատ նոր հեքիաթ։ Միայն քեզ համար պիտի հորինի, ու միայն դու պիտի վախենաս զավակների հետ։ Եթե 3 օրից հետո սպասույիչը բրկեր մեծ տակից, նա մնալու էր այնտեղ, սովից նվազած ու շահավ, աճաշների մեջ գերդաստանի հոգևաչի ճիչեր, որը իր հետ մնացին, մինչև իր կյանքի վերջը։ Շնորհակալ լինեք, որ տեսանք այս օրը։ Ճիշտ չի լինի, որ ասեմ հաստացած էր ասել։ Ապրի թվաս։ Որ ասում եմ ապրի, շատ մեծ բեռ եմ դնում ուսել, որովհետև միայն քո կյանքը չպիտի ապրես։ Դուք էլ գիտեք։ Գիտեմ։ Գիտեմ նաև, որ գերդաստանի տարժանի զավակն ես տղաս։ Գաթան չկերա։ Մեր գաթան յուրահատուկ համա։ Այս համարը կարելի է մոռանալ։ Ես գիտեմ, որ մեր ընտանիքում աղիրատան շատ է բացել, բայց նայով պետք է գնաս, ներկուս բաղուտ ուշացել։ Չես ուշացել։ Մարդիկ չեն ուշանում։ Նրանք պարզապես ուշ են։ Երբ այստեղ եք այս, ավտոմեքենայից դուրս եք, քաղաք անձանություն, ու ինքս էլ չիմանալը վճուր, ուշեց մեզ տավիսան, զամպեր, եղեցի գանում է, չէր, և այս բարկենից ասես քաղաքի իմը ու գիտեմ, որ սրամասում պետք է դուք ասեմ։ Սպասի, ես էլ եմ ուզում ասել, իմ անունը, Չեղավ։ քո աղջկանն է, դե որ ծնվելու ես տով, մեր քաղաքի իսկական անունը ուրիշ է, ես ուզում եմ, որ նա մեր քաղաքի իսկական անունով կոչվի, Խոստացի։ Խոստանելուց առաջ պետք է իմանամ, չէ՞ ձեր քաղաքի իսկական անունը։ Մեր քաղաքի իսկական անունը Կարին է։ Կարին, խոստանում, իսկ դու գիտես, որ դիտարկայը դուրս դրես։ Լսեցիք։ Հիմա իրոք գնալու ժամանակ է։ Շնորհակալ եմ մեկ ժամվա համար։ Հաջողություն։ Սպասի, ես էլ եմ գալիս։ Հիմա անցնում են հրապարակի կողքով։ Հասանք ամոթ, Ոստովանի, այնտեղ չէ առաջին անգամ համբուրվել։ Որնպես կուզենեի, որ այդ մասին բոլորին ափսոս որ չի։ Ինչպես ես չիմացա, որ հարձակվել են մեր տան վրա, նավազել է դեպի մեր տուն ինձ փրկելու։ Բայց աստիճանների վրա ընկել է երկոտանի գազանի ձեռքից, ինձանից մի քանի քայլ հեռու, իմ դիակից մի քանի քայլ հեռու։ Անվստահ, անթափ, անբախտ թողնիկս, խեղճ որդուս, անբախտ զավակս, Եվը գործրած մենակ հավքս։ Իսկ ես Գերմանիա պետք է մեր։ Ուսումս այնտեղ պետք է շարունակել։ Ես գիտեմ, որ լավ բժիշկ կդառնամ։ Ես սիրում էի մարդկանց, ուզում էի նրանց կյանքերը երկարացնել, բայց ընդամենը ինձնով կարողացա ծածկել մորս։
Եվ մի քանի վայրկյանով երկարացրեցի նրա կյանքը։ Ներիք մայրիկ, չգիտեի, որ քեզ ավելի այդպես մոտեցնել մահվանները։ Ես արդեն մեռած էի։ Երբ երկոտանի գազաններից առաջինը ներխուժեց տունս, հոգիս մեռավ այդ պահին։ Լռեք, չեմ կարող լսել, տեսածս հերիք է։ Հա, լռեմ, թող ապրողները մեր փոխարեն խոսեն։ Այսօր համոզվեցի, որ նրանք խոսում են, մեր փոխարեն։ Ինչ է հիմա մտածում։ Մեռածները չեն կարող ուշադրել ապրողների մտքերը։ Բայց կարող են զգալ նրանց մտքերը։ Ես զգում եմ, որ նա գիտե, այս քաղաքում է բնաջնջվել իր գերդաստանը։ Գիտե, որ օտար փողոցներից մեկում դեռ կա իր տունը։ Օտար բնակիչներով։ Գիտե, որ անցնում է փողոցներով, որոնք իրեն են պատկանում։ Որովհետև այստեղ են իր գերդաստանի արչյունները։ Թեկուզ անգերեզման։ Իսկ ես գիտեմ, նրա հիշողության ատելությունը ոչ մեկի գլխին պարզած սուրճ չի դառնա։ Մայրիկ, Զապել? Զապել? Զապել աղջիկս։ Ինչ լավ է, որ մեզ հետ չես։ Ինչ երջանկություն, որ ապրելու ես։ Մեր մենակ մնացած որդուկս։ Հարյուր տարի սպասում էինք այս տոնին։ 100 տարի և 1 ժամ։ Այս 1 ժամ հիշողությունը ինձ հետ բերեց իմ անցյալը, իմ ընտանիքի և մի ամբողջ ժողովրդի պատմություն։ Հայ տեսակը, չնահանջող, չպարտվող տեսակ, հայ ոգին, լեռների ուժում, գետի հոսք և խաչքարի քարացած հիշողություն։ Հայը սերմանում է սեր իր հողում, երգում է ցավի մեջ ու միշտ վերածնվում է իր արմատներից։